Ողջույն սիրելիներ, բարի գալուստ իմ ալիք, պատրաստեք ձեր 1 գավաթ սուրճը կամ թեյը եւ միացեք ինձ։ Հիմա միասին կսրճենք եւ կնայենք վերջերս կատարած իմ գնումները, կարծում եմ ձեզ նույնպես հետաքրքիր է, դե գնացինք, բարի դիտում։ Շատ համեղ սուրճ է։ Սուրճ լատե Nescafe-ից Dolce Gusto։ Ահա ցույց տամ տուփը ձեզ։ Այս սուրճն է սիրելիներս, 30 կացիչներից բաղկացած համեղություն, խտությունը 6, բավականին խիտ է եւ շատ լավ թարմացնում է, գիտեք։ Էներգի ստանալու շատ լավ միջոց է սուրճը։ Սիրելիներ, մինչ անցնենք գնումներին, հիանանք այս գեղեցիկ գարնան խորհրդանշով, սակուրայի եւ էվկալիպտի ճյուղերով։ Եվ ահա ինչ ունենք սեղանին՝ կոսմետիկա, խնամքի միջոցներ, հագուստ, պայուսակ եւ իհարկե զարդեր։ Ահա այս զարդերը նոր եմ ստացել, միասին կբացենք ու կնայենք։ Դե գնացինք սիրելիներ, մնացեք ինձ հետ, հետաքրքիրն առջևում է։ Սկզբի համար նայենք հենց հագուստը, ուրեմն Zara-ից գնել եմ այս բլուզը, թեթև, բարակ, նուրբ։ Ես այսպիսի բլուզներին ասում եմ կտավ, որովհետև բազիկ հասարակ բլուզներ են, որոնց հետ կարելի է համադրել բազմաթիվ զարդեր, ամեն նոր զարդը կրելուց, կարծես նոր շոր հագած լինեք։ Ինչի եմ միշտ գնում այսպիսի միատոն բլուզներ, քանի որ ես իմ լուքերը մշտապես ամբողջացնում եմ զարդերով, եւ եթե գույնս գույն բլուզների վրա կորչում են զարդերը, ապա նմանատիպ բլուզների վրա միատոն ավելի գեղեցիկ են երևում։ Վզնոցները, բրոշները, նայեք ինչպիսի նուրբ խտություն ունի, տեքստուրան այդքան հաստ չէ, բայց այս բլուզը շատ տաք է, որովհետև բացի հագեցած գեղեցիկ գույնը, բալի գույնը ունի շատ լավ տեքստուրա, հիմա նայենք, ահա 50% վիսկոզա, 50% ակրիլիկ, շատ լավ բաղադրություն է, ինչու, քանի որ ակրիլիկը բրդի տոկոս է, ինչպես գիտեք, եւ 50% վիսկոզան թույլ է տալիս, որպեսզի չքորքոտի այս բլուզը։ Այսինքն ինչ է ստացվում, բնական մանրաթելեր են եւ չնայած բարակ նուրբ բլուզ է, համենայն դեպս տաք է պահում, քանի որ 50%-ը ակրիլիկ է։ Եվ կարող եմ ցույց տալ ձեզ նաև այս շտրիխ կոդը, որպեսզի կարողանաք պատվիրել ցանկության դեպքում on-line։ Գինը մատչելի է, այո, Zara-ն նույնպես ունի մատչելի տարբերակներ։ Եթե մանգոյում նկատվում է արհեստական թանկացում, ապա Zara-ում կա մի փոքր գնային իջեցում։ Մյուս բլուզ ասեմ, վերնաշապիկ ասեմ, նույնպես միատոն է, իմ սիրած վարդագույնն է, որը նաև այս վարդագույնը նորաձև էր 90-ականներին շատ, Primark-ի մոդելն է, թևերը տեսնում եք ուռուցիկ, ֆանարիկ են կոչվում այսպիսի թևերը եւ ներքևը կապովի վերնաշապիկ է ամառային, վականսային եւ ցույց տամ շտրիխ կոդը, եթե որևիցե մեկին հետաքրքրում է։ Եվ նայեք, գինը համարյա նույնն է, ինչ որ Zara-ի բլուզինը, Primark-ի բլուզի գինը, այնպես որ երկու մատչելի տարբերակներ, տարբերիչ եւ միևնույն ժամանակ միատոն, իսկ իմ ուզածը, եթե ծաղկավոր բլուզները կամ վերնաշապիկները հիշվում են, դուք հաճախ չեք կարող հագնել, ապա նմանատիպ միատոն բլուզները իրենք անդադար աքսեսուարներով կարող եք փոփոխել եւ ստանալ նոր կերպարներ եւ ամեն անգամ կթվա նորություն, թարմություն, այս դիտարկումը ունեցեք ձեր մեջ, սիրելիներ։ Հա կախված վիճակում բլուզը ամենասովորական կլասիկ մոդելն է, ուղղակի ցույց տամ, որ այստեղ ունի բացվածքներ, թույլ է նստում մարմնի վրա, քիփ չի գրկում, ես սիրում եմ, որ թույլ է լինում բլուզները եւ գույնը շատ ինձ դուր եկավ այս հագեցած բորդոյի երանգը եւ փափկությունը, տեքստուրան այս բլուզի 50-50 ամենաիդեալական տարբերակն է ակրիլիկի ու վիսկոզայի խառնուրդը։ Եվ ինչով է լավ, որ շատ բարակ է, բայց միևնույն ժամանակ տաք է։ Բայց ասեմ, որ մարմնի վրա չի թափանցում, ուղղակի սպիտակի կոնտրաստը բորդոյի հետ ուժեղ է, դրա համար թափանցում եմ այստեղ, բայց ընդհանուր առմամբ մարմնի վրա նորմալ սովորական է։
Սա էլ վերնաշապիկը, սիրելիներս, տեսնում եք ինչպիսի ուրախ տրամադրություն փոխանցող վերնաշապիկ է, վականսային, արդեն բարձրացնում է տրամադրությունը, կարելի է ասել ինչ որտեղ վառ գույնը չէ, քան մուգը, հոգնել ենք բոլորս մուգ գույներից, ժամանակն է հագնել ավելի պայծառ ուրախ գույներ, կոճակները պերլամուտրային ծածկույթ ունեն, ահա այսքանը, առանձնապես ուրիշ բան չկա ցույց տալու, այստեղ մի փոքր հավաքած է ուսերի մասը, թևի մասը, ֆանարիկի տեսք է տված, մի խոսքով շատ հարմար ու թեթև բլուզ է, բացիստից, բամբակի նուրբ մանրաթելերն են բացիստը, դե բոլորդ գիտեք, հով է պահում ամռանը բացիստից վերնաշապիկները և երբ որ արևարույք եք ունենում, մաշկը կարծես գեզգայուն է լինում, այդ ժամանակ ամենակամֆորտը բացիստից և լյոնից կտորներն են, որովհետև տրիկոտաժը կպնում է այդ արևարույք ստացած մաշկը, ավելի է քրտնում մռմռում և եթե բաց եք հագնում պլեչիկներով, արևը ավելի է վառում մաշկը, դրա համար ամենալավ տարբերակը երկարաթև լյոնից կամ բացիստից վերնաշապիկներն են, զագար ընդունած մաշկի համար իդեալական տարբերակ է ուղղակի։ Մազերի խնամքի համար նախատեսված այս վիտամիններն եմ ուզում ձեզ ցույց տալ, շատ լավ խնամում է մազերը ներսից և եղունգները նույնպես, ահա այստեղ նշված է առաջինը մազերը, երկրորդը եղունգները խնամում է և նայեք բաղադրությունը, ինչ հրաշալի բաղադրություն ունի, վիտամինային հարուստ կոմպլեքս է, B կոմպլեքս, ցինկ, ցիստեին, մելատոնին, ցինկը 15 միլիգրամ է, ինչը որ շատ լավ է մազաթափության դեպքում, խորհուրդ կտամ այս վիտամինային պրոդուկտից ոչ միայն հենց այս ֆիրմայից օգտվել, բազմաթիվ են լինում, այլ այնպիսի վիտամինային խումբ, որտեղ կա ցինկ, սիրելիներ։ Կարծում եմ շատերը ունեն մազաթափության խնդիր, մանավանդ Հայաստանից դուրս ապրողների մոտ, որտեղ ջուրը կոշտ է, կան շատ ծանր աղեր, որոնք նստում են մազերի արմատներին և առաջացնում մազաթափություն, անպայման օգտագործեք նմանատիպ պրեպարատներ, որոնք պարունակում են ցինկ և հենց վրան նշված է լինում մազերի, եղունգների համար։ Սա խնամքի միջոց է, հարգելիներս, չնայած խմելու սովորական վիտամիններ են, բայց դա կապ չունի, ներսից է խնամում մեր մազերն ու եղունգները և ինչ որ առումով կարելի է ասել խնամքի միջոց։ Հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ այս պաչերը, քթի համար նախատեսված, քթի վրա, որ առաջանում են սերկետիկներ, քանի որ ես ունեմ դեռահասներ, ես ինքս չունեմ այդ խնդիրը, բայց իմ երեխաներին հաճախ պետք է գալիս, ահա թափանցիկ հատվածով երևում է, հենց այսպիսի տեսք ունի, քթի համար նախատեսված, ուղղակի չեմ հանում, որպեսզի մնա ստերիլ։ Մյուս պրոդուկտը, որ ուզում եմ ձեզ ներկայացնել, La Roche-Posay-ի պրոդուկտն է, որը նախատեսված է սպիների համար, ամբողջովին վերականգնում է մաշկը սպիներից և նաև այն խորը փոսերից, երբ որ դեռահասների մոտ առաջանում է, մի խոսքով շատ հիանալի պրոդուկտ է, ռեգեներացիան ապահովող, այսինքն մաշկի վերականգնումը, կարող եք օգտվել, առհասարակ սա լավ ֆիրմա է, ես որպես դեղագետ խորհուրդ կտամ սա և վիշին էլ է շատ լավ խնամքի միջոցներ, Հայաստանում դեղատներում կա։ La Roche-Posay էլ կա, կարծում եմ, բայց ոչ բոլոր դեղատներում, մեծ դեղատնային ցանցերում լինում է։ Սովորական լոգանքի գել է, առանց կոնսերվատիվ նյութերի և սուր հոտ չունի, ես կգերադասեմ, որ ուժեղ չլինի հոտը լոգանք ընդունելուց։ Հիմա արդեն գնել եմ մի քանի հատ Marta դեոդորանտներ, դե բնականաբար տաքերի հետ ակտիվանում է քրտնարտադրությունը, Marta դեոդորանտները 48 ժամ պահում են քրտնարտադրությունից, բայց իհարկե վիշին ավելի շատ խորհուրդ կտամ։ Բնականաբար սպիտակ և սև հագուստների համար է, որ նշված է, որ հետքեր չի թողնում, սովորական դեոդորանտներ են, եթե ձեռքի տակ չենք ունենում վիշի, ապա օգտագործում ենք Marta, ալտերնատիվ տարբերակ որպես։ Yves Rocher-ից գնել եմ ձեռքի կրեմ և հիդրատացնող դեմքը սնուցող խոնավարեցնող կրեմ,
Հիմա նայենք պայուսակը, հետո մանրամասն կուսումնասիրենք զարդերը։ Գեղեցիկ կապույտ կաշվե կլոր պայուսակ Լաֆայետ Գալիլեից։ Ահա այսպիսի գեղեցիկ, էլեգանտ, միատոն պայուսակ։ Միատոնը միշտ շահեկան է հագուստի մեջ, աքսեսուարների դեպքում։ Ունի այսպիսի կանթերը ռեգուլե անելու տեղ, տարբեր չափսերի, ինչքան ով որքան կցանկանա։ Ջինսից շորերի հետ շատ գեղեցիկ է։ Ամենաբազիկ պայուսակն է, եթե չգիտես ինչ հագնել, որևիցե մի ջինս, մի բլուզ եւ այս փոքրիկ պայուսակը, այնքան որ բանալիները եւ քարտերը մեջը տեղավորելու նպատակով, արագ դուրս գալու համար, կարծես արագ դոստուպի համար գրպան հանդիսացող արագ դոստուպի համար պայուսակ լինի։ Մի տեղանի պայուսակ, գրպան պայուսակ, այստեղ փոշ են ասում գրպանին։ Սակ փոշ, տենց մի բան։ Գունային գաման ինչ շատ դուր է եկել։ Եվ գիտեք ինչ, այսպիսի պայուսակները տարիք չեն ճանաչում, ինչպես կարող են դեռահասները կրել, նույնպես էլ միջին տարիքի կանայք եւ միջինից բարձր տարիքի կանայք նմանատիպ պայուսակներ կարող են հեշտությամբ կրել։ Դիտ ամենահետաքրքիր մասը հենց զարդերն է, դրա համար թողեցի վերջում, որպեսզի մինչև վերջ նայեք իմ վլոգը։ Դե ինչ, հիմա միասին բացենք, անկեղծ եմ ասում, ամենայն անկեղծությամբ 3 եմ ստացել այս զարդերը կեսօրին։ Բայց մինչև հիմա չեմ բացել, որպեսզի միասին նայենք, պատկերացնում եք, ուզում էի, որ միասին նայենք։ Ինչը հիմա որ մենք կանենք, միասին կնայենք բնականաբար։ Մի պատկյան կադրից դուրս ավելի արագ կլինի բացելը։ Ձեզ էլ չտանջեմ, ինքս էլ չչարչարվեմ, փորձեմ ավելի արագ բացել։ Ահա, այսպես թերթերով փաթաթել է, որտեղ էի լավ փաթեթավորել եւ իսկապես լավ է փաթեթավորել։ Բաբաբաբամ։ Կարող եք ասել ինչ զարդեր են այստեղ։ Օ, ապա մոտեցնեմ եւ նայենք միասին։ Դնեմ այստեղ, որ լավ երևան։ Տեսեք ինչպիսի գեղեցիկ, էլեգանտ մարգարտե բրոշ է։ Ես չէի պատկերացնում, որ այն այսքան մեծ է։ Նայեք, ափից չափով, բայց կարելի է ասել, քանի որ բարակ է ու նուրբ, այդքան բրուտալ չի թվում։ Ճիշտ է, չափսերով խոշոր է, կլինի մոտ մի 7 սանտիմետր, բայց նորից եմ ասում, այնքան նրբագեղ ու էլեգանտ է, որ մեծ չի երևում։ Շատ նրբագեղ, էլեգանտ բրոշ։ Նմանատիպ բրոշը միայն հիացմունք կարող է առաջացնել, մոխրագույն մարգարտե էլեմենտները եւ դյունաճերմակ սպիտակ կրիստալներ։ Շատ հիացա այս բրոշով, որովհետև այն իսկապես հիացմունք է առաջացնում, այնքան էլեգանտ է, բնականից ավելի գեղեցիկ է։ Կամերան դա չի փոխանցում, սիրելիներս։ Եվ ինչ եմ ձեզ ցույց տալու, հələ տեսեք ինչ գեղեցիկ սարդ է։ Սեթի գլխավոր զարդը այս սարդն է, ինչի համար գնել եմ այս մի քանի բրոշները, նույն վաճառողից եմ գնել։ Սարդ, որը պատկանում է Art Deco ժամանակաշրջանի բնորոշ զարդերի ցանկին, հասկանում ենք նաև փականից, որ ցեաձև է, այն չի կարող ժամանակակից լինել, որովհետև այդ ժամանակ օգտագործել են պարզագույն փականներ, շատ գեղեցիկ գլխավոր էլեմենտ ունի, որը մի փոքր սարն է, հավանաբար ինչ որ քարե, դեռևս լավ չեմ ուսումնասիրել, ձեր հետ եմ բացել, շատ գեղեցիկ սարդ է։ Սարդեր, եթե ինձ հանդիպում են, մշտապես գնում են, որտեղ մեծ պահանջարկ ունեն սարդերը ու մեծ արժեք, շուկայական բարձր գին ունեն նմանատիպ բրոշները։ Առնեմ եւս մեկ սարդ, այժմ իմ սարդը մենակ չի լինի, այստեղ եւս երկրորդ սարդը կբնակվի։ Այս մյուս զմրուխտե քարով սարդը մենք միասին ենք էլի բացահայտել, ուսումնասիրել նախորդ տեսանյութերից որևիցե մեկի ժամանակ, կարող եք դիտել, եթե ձեզ հետաքրքրում է։ Մի խոսքով երկու գեղեցիկ էլեմենտներ եւս կզարդարեն իմ վինտաժային կոլեկցիան, սարդերի տեսքով գեղեցիկ բրոշներ։ Ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել փականների վրա, երկուսն էլ ունեն ցեաձև փական,
ինչը վկայում է այն մասին, որ երկուսն էլ Art Deco ժամանակաշրջանին են պատկանում, բայց հիմա կասեք ինչի է մեկը ոսկեգույն, մեկը բրոնզագույն, լատուն է այն մյուսը, բրոնզագույն մետաղը լատուն է, իսկ այս մյուսը ոսկեջրած մետաղ է, որ շատ լավ է պահպանվել մինչև մեր օր։ Մյուս բրոշը այս մյուս գեղեցկուհին է, նայեք ինչպիսի աշխատանք, նայեք թագի նման է կարկասը։ Եվ փականից հասկանում ենք, որ խորը վինտաժային փական է, 40-ականներին արդեն այսպիսի շնիկ փականները առկա էին, կոնստրուկցիան մետաղական, ամուր օղակի վրա հավաքած։ Մի խոսքով շատ գեղեցիկ էլեգանտ բրոշ։ Հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ պատմական մի բրոշ, կարծես կրծքանշան լինի, բայց այստեղ կա պատմություն, արվեստ, գեղեցկություն, բոլորը մեկ վայրում, ինչպիսի գեղեցկուհի տիկնայք, նստած իրենց այգում, վայելում են գեղեցկությունը, պարտեզի մաքուր օդը եւ ունեն իրենց զբաղեցնող, ուրախացնող գուսան աշխուղ, գուսան ոնց են ասում։ Բրոշը մարկիրովանի է, պատրաստված է Գերմանիայում, ահա այստեղ նշված է Germany։ Եթե հանդիպում են ձեզ բրոշներ գերմանական ծագման, անպայման խորհուրդ կտամ գնեք, որովհետև շատ առհասարակ զարդերը նմանատիպ ծագումով շատ մեծ պահանջարկ ունեն վինտաժային շուկայում։ Ուշադիր եղեք եւ դիտունակ, ես գիտեմ, որ շատերն են օգտվում վինտաժային շուկաներից։ Եթե ձեզ հանդիպում են զարդեր, որտեղ նշված է, որ գերմանական ծագում ունի տվյալ զարդը կամ ավստրիական, անպայման գնեք, սիրելիներս։ Տեսեք, ես նույնիսկ անգամ ինտերնետից եմ պատվիրում, ինչի պատճառով վճարում եմ ոչ միայն բարձր գին վինտաժային բուտիկներից օգտվելով, այլ նաև ճանապարհածախս։ Բնականաբար դա հասկանալի է եւ նույն արժողությունը չի այն զարդերի դիմաց, ինչը հնարավոր է ձեռք բերել շուկաներից շուկայական գներով։ Եվ այս գեղեցկուհի սարդը, որը հանդիսացավ գլխավոր պատճառը, որպեսզի ես այս մյուս 3 բրոշներն էլ գնեմ, 4 բրոշն էլ գնել եմ նույն վաճառողից, իսկ այս մյուս գեղեցկուհի սարդը ես արդեն ունեի իմ կոլեկցիայում։ Սա է զարդերի մասը, սիրելիներս, կարծում եմ ձեզ հետաքրքրեց, մեկնաբանություններ թողեք, որպեսզի իմանամ ում ինչը դուր եկավ։ Նույնպես հետաքրքիր է ձեր վինտաժային ճաշակը, որովհետև հետաքրքիր կլինի իմանալ նաև ձերը։ Սիրելիներ, այսօր այսքանը, կարծում եմ, որ շատերիդ իսկապես հետաքրքրեց այս տեսանյութը, մի փոքր կտրվեցի կարօրյա հոգսերից։ Շնորհակալ եմ, որ մինչև վերջ մնացիք ինձ հետ համբերությամբ եւ մեծ հետաքրքրությամբ նայելով այս տեսանյութը։